Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր դեկտեմբերի 16-ն է 2009 թվական։ Այսօր լրանում է իմ հոր Հարություն Քիրեմիջյանի 100 տարին եւ մահվան 50 տարին 59 թվականին 1959 թվականին նա մահացավ 1909 թվականին դեկտեմբերի 16-ին նույն օրը նա ծնվեց։ Ինչու հանկարծ ես ձեզ ցանկանում եմ պատմել նրա մասին, որովհետև շատ հատկություններ ես պետք է ասել, չգիտեմ ժառանգության մասին, բայց դաստիարակության մասին, այսինքն նրա թողած հատկությունները իմ կյանքում ես այսօր գնահատում եմ, որովհետև եւ թերի կողմերով եւ լավ կողմերով ես ստացել եմ իմ հորից, այսինքն նրանից է ձևավորվել իմ կյանքը ֆիզիոլոգիապես եւ նաեւ մինչեւ 15 տարեկանը, երբ նա մահացավ, ես 15 տարեկան, նրա ազդեցությունը իմ վրա շատ մեծ է եղել։ Ես դա չեմ զգացել, բայց որ ապրել եմ նրա ազդեցության տակ անմիջապես, դա փաստ էր եւ այսօր ես հիշում եմ դա եւ ես դա պատմելու եմ նրա համար, որպեսզի շատ ծնողներ կան, մանավանդ հայրեր, դրանից ինչ որ բան քաղեն եւ նաեւ մայրեր, որոնց վրա է ընկնում նաեւ երեխաները դաստիարակելու, տղա երեխաները դաստիարակնելու խնդիրը, նույնիսկ կարող են ասենք դրանից օգտվել։ 1909 թվականին ծնված հայրս Թուրքիայի Բուրսայի նահանգում, որտեղ վերջերս տեղ ունեցավ ֆուտբոլի խաղ, հիշում եք, Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Թուրքիայի նախագահը հանդիպեցին, հենց այդ քաղաքում նրանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Սելես բնակավայրում սելեսցիներ են կոչում նրանք, ծնվել է հայրս, ունեցել է ծնողներ գերդաստան, երևի եւ նաեւ պատմություն, որ ես փորձեցի վերականգնել, բայց պապից այն կողմ չկարողացա անցնել, կազմեցի մեր տոհմած ծառը եւ աչքիս առաջ տեսա, թե ինչպես այդ տոհմած ծառի բեկորները իրարից հեռանում են տարբեր աշխարհամասերում, ասենք Ամերիկայում են, Բրազիլիայում են, Հարավային Ամերիկայում, հիմնականում Անգլիա, Կանադա եւ այլն, կարծես Քիրեմիջյանների գերդաստանը լուծվում է պատմության լուծիչում։ Ծնվել է ուրեմն հայրս Թուրքիայի Սելեզում, շատ պատմություններ էր պատմում նա այդ մասին, ընդհուպ մինչև ջարդերի սկսումը կամ տեղահանությունը, այսպես ասեմ, որովհետև նրանք ջարդեր եւ տեղահանություն այդ մասերում չեն ունեցել, բայց 1922-ին փախել են, լքելով իրենց գյուղերը, բնակավայրերը, ամեն ինչ թողնելով, անցել են դեպի Հունաստան եւ փրկվել են, բայց մինչ այդ 1915 թվականի այն օրերին, երբ որ ամբողջ երկրում տեղահանություններ էին կատարում եւ խժդժություններ, հայրս կորցրել է իր ծնողներին, որը կոչվում էր Աքսորի շրջան, չգիտեմ ինչու, 6 տարեկան հասակում, հետո 7 հայտնվել է մի թուրք հովիվի խնամակալության տակ, որը նրան չոբանություն է սովորացրել 6 տարեկանում, 2 տարի հետո նրա ավագ եղբայրը, որ մաթեմատիկայի դասատու էր, հոր եղբայրս նրան գտնում է, ճանաչում են իրար եւ վերադառնում են նորից ծնողների մոտ եւ 13 տարեկանում արդեն թողնում են հայրենիքը, Արևմտյան Հայաստանը եւ արդեն սկսում են
արտագաղթ, այսպես ասած, կամ սփյուռք է տարածվել։ Սելեզը բնակավայր որպես զբաղվել է մետաքսագործությամբ, բուրսայի մետաքսի գործարանների համար եւ բարեկեցիկ բնակավայր է եղել։ Մետաքսի շերամի հումք են արտադրել։ Հայտնի է իր հանրահռչակ Սելեզի եկեղեցով եւ վարագույրով, որի մասին շատ եմ խոսել ես։ Սեն-Ժեն Սեմերջյան ընտանիքի զավակը, որը Ֆրանսիայում նկարիչ է, 90 տարեկանի մոտ է արդեն, այդտեղի ծնունդ է։ Վահե Օշակյանի ծնողները Հակոբ Օշակյան Սելեզի ծնունդ են, եւ Վահե Օշակյանի հետ ես երբ որ ծանոթացա 2000 թվականին, մենք խոսում էինք, այսպես ասած, Սելեզի ժառանգորդներ որպես։ Հայրս իր ընտանիքով, հոր, մոր եւ եղբայրներով անցել են Հունաստան, նրանից հետո անցել է Ֆրանսիա եւ 32 թվին միացել հայրենիք եկող Հունաստանում մնացած հոր, մոր հետ եւ վերադարձել են, ոչ թե վերադարձել են, ուր պիտի վերադառնային, եկել են Հայաստան։ Երևանում Սարի թաղում պատրաստել են իրենց տունը, մի փոքր տուն, այդտեղ ծնվել եմ ես։ Քույրս, ես երկրորդը, հետո եղբայրս 50 թվին։ Երբ հայրս մահացավ, ինչպես ասեցի, ես 15 տարեկան էի, եղբայրս 9, քույրս 20։ Քույրս սովորում էր Պոլիտեխնիկ ինստիտուտում այդ ժամանակ, իմիջիայնոց մեր երեխաները բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացան եւ իհարկե դա հորս եւ մորս շնորհքներ, որտեղ շատերը այդպես ընտանիքներ չկային, որ երեքներ այդ թվերին մանավանդ Պոլիտեխնիկ ընդունեն եւ մանավանդ մենք երբ որ կորցրեցինք մեր հորը, խնամակալին, պահողին, որտեղ միայն նա էր աշխատում եւ մեր ընտանիքը պահում էր։ Գրագիտություն սովորել է ինքնուրույն, բառից բուն իմաստով։ Գիտեր հայերեն գրել, կարդալ, շատ լավ, եւ ֆրանսերեն էր սովորել Ֆրանսիայում, նամակներ էին գրում բարեկամներին, եւ ամենահետաքրքիրը գիտեք ինչ էր, որ ես մանկուց ցանկանում էի հորս նման գեղեցիկ գրել, բայց երբեք չստացվեց։ Չնայած դպրոցում անցնում էինք վայելչագրություն, բայց նորից չստացվեց։ Նրա ձեռագիրը արտակարգ գեղեցիկ էր։ Ես այդպիսի ձեռագիր չեմ տեսել ոչ մի հայկական գրություններում։ Շատ նշանավոր մարդկանց ձեռագրեր եմ նայել, բայց նրա ձեռագիրը անկրկնելի էր։ Ինքնուս սովորել է հայերեն, ինչպես ասած այդ դեգերումների ժամանակ, եւ սկսել է ուսումնասիրել գրականություն։ Երբ նա Ֆրանսիայից վերադարձավ ծնողների մոտ Հունաստան եւ միացավ հայրենիք ներգաղթողների խմբին, իր հետ բերել էր միայն գրքեր։ Այդ գրքերը ինձ համար դարձան որպես հետագայում կարդալու նյութ եւ առաջի անգամ ես Տիկին Բովարին, Գուստավ Ֆլոբերը կարդացել եմ այդ թվերի 30-ական թվերի հրատարակությունից եւ հիշում եմ այսօր էլ Էմմայի տվայտանքները, Տիկին Բովարի Էմմայի։ Հորս գրքերը ինձ համար աշխարհայացքի ծավալման միջոց հանդիսացան։ Բայց նաեւ հետաքրքիր էր մի բան, որ նախ ես պետք է հայերեն կարդալ սովորել եւ հայրս է սովորացրել ինձ հայերեն կարդալ եւ ես արդեն երկրորդ դասարանում երեխաները հազիվ կարդում են, չէ, սահուն արագ կարդում էի հայերեն գրականությունը։ Բարձրաձայն, մտքի մեջ, մանավանդ մտքի մեջ կարդալու տեխնիկան նրա սովորացրածն էր։ Նա մի սովորություն ուներ, որ ամիսը երկու անգամ, երբ որ ստանում էր
ավանս եւ հետո աշխատավարձ պետք է մտներ գրախանութ եւ նոր հրատարակված գրքեր առներ։ Եվ այդ նոր հրատարակված գրքերը մենք պետք է կարդայինք այդ մեկ ամսվա ընթացքում։ Որպես մանկական գրականություն մեջում նախատեսում էր եւ լուրջ գրականություն էր վերցնում հեքիաթներ, տարբեր ժողովուրդների, թարգմանություններ իհարկե, եւ ես հնարավորություն ունեցա այդ փոքր տարիքից սկսած աշխարհի բոլոր երկրների հեքիաթներին ծանոթանալ, նիստուկացին ծանոթանալ, Անդերսեն կարդալ, ամեն ինչ այդ շրջանում, երբ որ հայրս որպես կանոն ամիսը 2 անգամ պետք է գիրք առներ իր աշխատավարձից կամ ավանսից։ Մի քանի գրքեր էր վերցնում եւ երբեմն ինձ էլ տանում էր գրախանութ, որը ինձ համար գրքերի աշխարհ էր։ Սիլաչու գրախանութ էինք ասում մենք։ Եվ այդ գրախանութի հոտը ես շատ էի սիրում, թարմ գրքերի հոտը, թղթի հոտն է երևի։ Տարված նայում է այդ գրքերին եւ ինքը ընտրում էր գրքեր, որը որ ինքը գիտեր եւ մենք վերադառնում ենք տուն կարդալու։ Նստում էինք իրար կողք թախտի վրա, սեղանի դիմաց, գիրքը մի հատ բացում էինք եւ միասին սկսում էինք կարդալ։ Մտքի մեջ դե ես փոքր, ասենք 9 տարեկան եմ, 10 տարեկան այդ ձևի։ Պետք է արագ կարդալ, որովհետև չեմ հասցնի նրա արագությամբ կարդալ, եւ ես երբ որ կարդում էինք, նա ձեռք էջին էր մեկնում եւ փորձում էր բարձրացնում էր, ես սարսափար տեսնում էի, որ դեռ վերջի էջից մի քառորդ չեմ կարդացել եւ աղեկտուր նայում էի դեմքին, որ չեմ վերջացրել, լռությամբ էր այդ բոլորը տեղ ունենում, նա սպասում էր եւ այդ սպասումը ինձ համար բավականին տանջալից էր։ Հետո ասում էր վերջացրիր, ասում էի դեռ ոչ, նորից սպասում, բայց որ վերջացնում եմ, որ մի բեռ ընկնի, էջը բացվում էր, նոր էջ, սկսում ենք կարդալ։ Մինչև կհասնեինք այդ նոր թերթելուն, իմ համար մի տանջալի process էր։ Ես պետք է արագ կարդայի մտքիս մեջ։ Հետագայում այդ վարժանքների ժամանակ հանկարծ ես զգացի, որ ես նույնիսկ սկսում եմ մի քանի նախադասություն շուտ ավարտել, քան թե ինքը։ Եվ այդ ժամանակ որ հաղթանակներ ես, օրիցս արագ եմ կարդում։ Եվ արդեն այդ ընթերցանությունների ժամանակ, երբ որ մենք հավասար արագությամբ էինք կարդում, գրքեր էր, որ կարդում էինք միասին։ Բացում էր, գնացինք միասին։ Եվ գրքերի աշխարհ էր ստեղծել հայրս ինձ համար։ Եվ աշխարհի հետ շփվելը իհարկե ես կատարել եմ, ստացվել է գրքերով, որ հետագայում նաև ազդեց իմ դպրոցում առաջադիմության վրա, որովհետև արդեն առարկաների մեջ վարժում ես, եթե լավ ես կարդում, մտածում արագ, ապա մնացած առարկաները հեշտ են, հատկապես հումանիտար առարկաները հեշտ են, տրամաբանական առարկաները, մաթեմատիկային նույնպես հեշտ է, անպայման պետք է արագ կարդալ, սովորել եւ շատ գրքեր կարդալ, որովհետեւ կարդալու ընթացքում, երբ որ գրքի հետ առնչվում ես, ես իմ փորձից եմ ասում, հանկարծ գիտակցությունդ կամ ուղեղդ գիրքը կարդում է, բայց գիտակցությունդ զուգահեռաբար սկսում է կարդացածի հետ միասին մի լրացուցիչ մտքեր հետդ քարշ տալ կարդալու ընթացքում, ոչ թե կլանվում ես միայն ընթերցանությամբ, այլև նաև մի զուգահեռ միտք է առաջանում, որը ուղեկցում է ընթերցանության նյութին, երբ որ դու արդեն վարժ ես կարդում։ Դրա համար կոչ եմ անում, որ երեխաներին կարդալ սովորացրեք, հատկապես գրքից կարդալ, որովհետև
փորձը իմ ցույց է տալիս, որ օրինակ լսել ուրիշի պատմածը կամ դիտել հեռուստացույց, կինոֆիլմ, էկրանից կարդալ մեր օրերում ինտերնետային, այդ զգացողությունը չի առաջացնում։ Ընթերցանության ժամանակ զուգահեռաբար մտածելու կարողությունը միայն ընթերցված գրքից է առաջանում։ Չգիտեմ դա ինչով է պայմանավորված, միգուցե կարդալու արագության ժամանակ ուղեղին հնարավորություն է տրվում ժամանակ գտնել նախադասությունների կամ բառերի արանքում, ունենալ սեփական արագ մտածողությունը, միգուցե դա հետագայում երևի գիտությունը կպարզի, թե ինչու կարդալը առավելություններ է տալիս մնացած ինֆորմացիոն դաշտերից, երբ որ դուք ընդունում եք ինֆորմացիան։ Կարծեք, թե կարդալիս երկաթյա տառերով է գրվում հիշողությանդ մեջ, իսկ մնացածը թռչում է։ Օրինակ, հիշում եմ այն ժամանակվա հերոսներին, որը կարդում եմ, ոչ թե մանկական հիշողություն է սա, այլ հատկապես նրանք, որոնք գրքից էի վերցնում, բայց ֆիլմերը այդքան չէ։ Եվ իմ կյանքում մի գիրք, մի թարգմանություն ես չկարողացա մինչև վերջ կարդալ։ Դա Մաքս Հավելար գիրք էր, որը հերթական գնումների ժամանակ հայրս վերցրել էր։ Ինչ-որ մի հեղափոխական գիրք էր, որը ես կարդում էի ու չէի հասկանում, թե ինչի մասին է, որովհետև շատ վատ էր թարգմանված, հետագայում պարզվեց, որովհետև 10 տարի անընդհատ կարդում էի այդ գիրքը տարբեր տարիքներում, որպեսզի մինչև վերջ հասցնեմ, այդպես էլ չհաջողվեց։ Երևի այդ անհաջող թարգմանությունը, որի ժամանակ չէր ընկալում, թե ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Հերոսները խառնած էր, ժամանակները խառնած էր, մտքերը խառնած։ Կարծես թե տպարանում այս գիրքը տարբեր գրքերից հավաքված անկապ մի համամասնություն լիներ։ Հիշում եմ, նստում էի հորս ծնկին 40-ական թվականներին վերջերը։ Սարիթաղը նոր էլեկտրականություն էին քաշել։ Էլեկտրականությունը տարվում էր ժամով։ Չկային ջեռուցիչներ, սալիկներ, հարթուկներ, ոչինչ չկար։ Իլիչի լամպն էր սենյակի մեջ վառվում էր եւ ոչ մի բան չկար, ոչ հաշվի չկար, ոչ մի բան։ Ամիսը պետք է լուծեիր ինչ որ գումար։ Եվ այդ լամպի չափը չի պիտի խախտեիր, քանի որ ոչ մի հաշվիչ չկա։ Եթե հսկիչը տեսներ, որ նախատեսված 60 վատի փոխարեն դրված է 150 վատանոց լամպ, ուրեմն պետությունը վնասվում է, չէ՞, դու շատ ես լույս վառում։ Լույսը տալիս էին իրանք, անջատում էին իրանք, այսինքն քանի ժամ որ տալիս էին։ Մութ ընկավ, լույսը տալիս էին, հետո գիշերվա կեսին հանգցնում էին 10-ի կողմերը, 11-ի կողմերը այդ ձևի։ Մի քանի ժամ։ Նորից եմ ասում, կենցաղային որևէ սարք միացնել չէր կարելի։ Չկան այդպիսի գտեր։ Միայն լույս սարիթաղ տվեցին։ Հետաքրքիր էր, նստում էի հորս ծնկանը, փոքր է, մի քանի տարեկան երեխա է, եւ սպասում էինք լույսին։ Մեր տնից Երևանը երևում էր տափակ կավե կտուրներով, միայն աչքի էին ընկնում օպերայի շենքը եւ ալրաղաց կոմբինատը։ Մնացած ամեն ինչ տափակ մի հարկանի։ Այդ սպասումները, երբ որ պիտի լույսը տան, մտնաշաղը գալիս էր, նայում էինք մայր մտնող արևը արդեն անետացել է, մայրամուտը մեր կողմից շատ լավ էր երևում։ Այդ մտնաշաղի մեջ հայրս սկսում էր երգել Կոմիտաս, Կարամուրզա, ամեն ինչ խավարում էր։ Ու ես երբեմն երգերի մեջ
ժամանակ էի գտնում, ասում էի, պապ, ինչու լույսը չի գալիս։ Նա ասում էր, որ նա ճանապարհ է դուրս եկել, կհասնի շուտով։ Եվ որպեսզի ինձ հանգստացնի, պատմում էր, որ արդեն հասել է այսինչ տեղը, թաղի, այսինչ սյունի վրա է էլեկտրականությունը, մոտենում է մեր տանը, ահա մտավ մեր լարերով մեր տուն և բարձրանում է, այն ժամանակ ամեն ինչ արտաքին էր, պատով մոտենում է լամպին, և սա պատմում էր, երկար ժամանակ պատմում էր, ահա եկավ, այսպես ես էր տարված, կարծես պատկերացնում եմ, որ հոսանքը ոնց է գալի այդ լարերի միջով, ու այն պահին, երբ որ ինքը ոնց որ ժամը գիտեր թե ինչ, լույսը միացնում էին արդեն ենթակայանից, մեկ էլ լույսը լցվում, սենյակը լցվում էր էլեկտրական լույսով, մեկ էլ ասում հասավ, ու ես դա համարում էի ճշմարիտ, որ ինքը գիտի էլեկտրական հոսանքի շարժումը, արագությունը, թե որ կետում է եւ այլն, եւ պիտի գա։ Համընկնացնում էր էլի այդ պահը։ Եվ ես նրան համարում էի որպես մի գիտակ, որը գիտի թե աշխարհում ինչեր պիտի կատարի, որ գիտի լույսը երբ պիտի գա, որովհետեւ ոչ ոք չգիտի, նստած սպասում են, իսկ ինքը գիտի, ահա այստեղ է, գալիս է, եկավ, ու միանգամից լույսը վառվում էր։ Երգեր, երբ դեռ փոքր էի։ Հետո այդ լույսի պատմությունն եմ հիշում, որ գալիս է։ Հետո հիշում եմ նաև, որ 2 տարեկան էի կամ 3-ի կոմեր այդ տարիներն էին։ Հանկարծ հայրս տուն չէր գալիս։ Եվ պատին հայտնվեց մի հատ քարտեզ, քարտեզի վրա Հայաստանն էր նկարած, ավելի շուտ Կովկասը, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, այս 3 հանրապետություններ, մի կտոր Թուրքիա, Պարսկաստան, մեծ քարտեզ, մայրս էր երևի կախել, եւ ես բարձրանում էի թախտի վրա, մայրս էր երևի սովորացրել։ Իմ հարցին թե ուր է պապան, չկա, նա բացատրում էր, որ գքա, ինչպես պապաս է պատասխանում, որ լույսը հեսա շուտով գքա, եւ իմ մեջ հարց էր առաջանում, թե երբ պիտի գա, իսկ ինչ էր կատարվել։ Հայրս գտել էր, որ Ղափանում է ապրում սելեստցիների մի ընտանիք, եւ նրանց այցելության էր գնում ժամանակ առ ժամանակ, երևի ամառները, ինչ որ հանդիպումներ, բան, հերթական այցելության ընթացքում վերադառնալից Երևան, նա տուն չէր վերադարձել, դեպք էր պատահել ճանապարհին, Ղափանի ճանապարհը այն ժամանակ Ղափանից Երևան անցնում էր Նախիջևանի ASSR-ում, թուրքական, ադրբեջանական, ուրիշ ճանապարհ չկար։ Եվ այդ բարեկամ ծանոթների տնից գալիս Երևան, դե ինչպես պիտի գան, պատահական բեռնատար ավտոմեքենա են կանգնացնում, տարբեր մարդիկ, ասենք հավաքվում են միտեղ եւ ով է Երևան ուզում գնալ, ասենք հավաքվեցին մի 5-6 հոգի, գիտեն վարորդին ինչ պետք է տան, որովհետեւ դա Երևան է գնում ու իրար անծանոթ մարդիկ են, բայց հաճախորդներ են Երևան գալու եւ հայրս ընկնում է այդպես մի անծանոթ միջավայրի մեջ ու Երևան է պատրաստվում գալ։ Ճանապարհին այդ մեքենան անցնում է Նախիջևանով եւ հանկարծ մեքենայի առջեւ հայտնվում է ոչխարի հոտը, թուրքական։ Եվ մեջում գտնվող հայ երիտասարդները որոշում են մի ոչխար գողանալ, որովհետեւ մեքենան արդեն ոչխարի հոտի մեջ է, չզա խորովի ոչխարը։ Կռանում են մի հատ ոչխար, բարձրացնում են ու դնում են մեքենայի մեջ, ոչխարի հոտը գնում է, մեքենան ազատվում է ճանապարհից, բայց թուրք չոբանը հովիվը հաշվում է, որ մի ոչխար չկա, զանգահարում է
Հայաստան Ադրբեջան սահմանի վրա մեքենան կանգնացնում են, ստուգում են մեջը ոչխար կա։ Ով է վերցրել այդ ոչխարը։ Եվ բոլորին բռնում են։ Նախիջևանում դատավարություն պիտի գնա։ Երևի հայրս առաջի անգամ նման իրադրության մեջ էր ընկնում, որովհետև շատ ազնիվ մարդ էր։ Ձևակերպվում է որպես խմբակային գողություն ոչխարի։ Եվ այդ անելանելի դրության մեջ երևի կյանքում առաջի անգամ ես այդպես եմ կարծում։ Նա ստում է եւ ասում է, որ ինքը քնած է եղել, բայց իրականում տեսել է այդ բոլորը, բայց չի ծախում այն մարդկանց անունները, ովքեր այդ գործողությունը արել են, որովհետև երկու հոգի են դա արել, կազմակերպել, մնացած ուղևորները ոչ մի կապ չունեն դրա հետ, բայց բոլորին բռնել են։ Եվ այս երկուսն էլ տղամարդու նման չեն ասում, մենք ենք արել։ Փորձում են իրանց կարճ խելքով բաշխել մնացածի վրա, որ ամեն մեկին քիչ տարի հասնի։ Եվ այս դրության մեջ հայրս ամիսներ, մոտավորապես 5 ամիս, տնից բացակայեց։ Հետագայում քեռից գնաց Նախիջևան մամայիս խնդրանքով եւ դատավորի հետ հանդիպես թուրք։ Դատավորը նրան ասել էր. հայրդ շատ ազնիվ մարդ է։ Երբեք ոչ մի ցուցմունք չտվեց, թե ովքեր են արել դա։ Նա միայն ասում էր. ես քնած եմ եղել, արթնացա, տեսա գիպս, այսինքն ինչ որ ոչխար է հայտնվել, բայց որտեղից առել են, վճարել են, գաղափար չունեմ։ Եվ ես այդ գործողությունները Ղափանից սկսած բարձրանում էի, մամաս ասում էր ցույց տուր, թե ինչ է պատահել։ Եվ ես սկսում էի։ Երևանից մատով ցույց էի տալիս։ Պապան դուրս է եկել, գնացել է դեպի Ղափան։ Հետո Ղափանից դուրս է եկել, վերադառնալից այս կետում Նախիջևան քաղաքից մի քիչ էս կողմ են կողմ բռնել են իրեն եւ մատիտով գիծ էին քաշել, որ այստեղ, հետո թանակով, հետո դա ծակվեց այդ քաղաքը եւ այս պատմությունը ես պատմում էի բանի վրա, քարտեզի վրա։ Սա իհարկե անձնական հարց էր, բայց հորս մաքրության եւ ազնվության վրա ես երբեք չեմ կասկածել, նույնիսկ չափազանց էր նրա վարքը, մոտեցումը ամեն ինչի։ Սոցիալիստական հասարակարգում նա իր երիտասարդությունը 20 տարեկան էր, 32 թվին, 22 տարեկան է եղել, էլի որ վեր եկել է։ Մինչև 59 թիվը պատկերացրեք, այդ ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց Հայաստանին։ Կարգապահ քաղաքացի էր, ահա որ կարգապահ քաղաքացի։ Քաղաքականությամբ չէր զբաղվում երբեք։ Ես ասեցի արդեն, լավ արեստավոր էր, մտածող, գրագետ, աշխարհաճանաչ։ Արար աշխարհը խաբում էր պետության այդ ժամանակներում։ Ասենք, բացի արգելված արհեստներով էին զբաղվում, կամ մասնավոր գործեր էին անում։ Հայրս երբեք այդպիսի բան չարեց, ոչ մի անգամ պետության կամ օրինազանցության չգնաց, ոչ մի անգամ։ Բոլոր թաղը էլեկտրական հոսանք էր գողանում, բաներ էին դնում տակը, պտտացնում էին այս ձախ, մեր բարեկամները, բան, այս կողմ, այն կողմ, մեր տունը երբեք դա տեղի չունեցավ։ Հետագայում երբ որ հաշվիչներ էին տեղադրում, լուսին մարդիկ իրենք էին գրգռում
մարդկանց թե «Դες ինչա չեք գողանում»։ Բա ոնց պիտի գողանանք, ասում էին։ Գալիս ենք մենք շոճիկը հետ առաջ ենք տալիս, ինչ որ պիտի վճարեք պետությանը, կեսը ինձ, կեսը ձեզ։ Ես գնում էր, ամբողջ Հայաստանը էլեկտրականություն գողանալու մեջ էր։ Մեր մոտ այդպիսի բան չեղավ։ Մենք չիմացանք, թե էլեկտրականություն, ընդհանրապես գողանալ ինչա նշանակում։ Կամ ինչպես խախտել օրենքները պետության, որը սահմանել է պետությունը։ Եթե պետությունը ասում է չի կարելի, հայրս չգիտեմ որտեղից էր սովորել դա, Ֆրանսիայից էր սովորել, Թուրքիայից, Հունաստանից, բայց դա ուրեմն պարտաճանաչ, բարեհոգի քաղաքացի։ Եթե ասում է պետությունը չի կարելի, չի կարելի։ Եվ այդ չի կարելին մեր արյան մեջ էր մտած արդեն։ Ազնիվ քաղաքացու նման պետք է ապրես։ Հաց չկա, հետո ինչ։ Դժվար եք ապրում, հետո ինչ։ Պիտի դիմանալ, պիտի աշխատել, բայց պիտի աշխատել։ Եվ հայրս երբ որ աշխատում էր, ուշանալ բան, այդպիսի բաներ գոյություն չուներ։ Բոլորը գնում էին, ինքը կարծես թե մինչև գործը չավարտի, չէր դուրս գալիս։ Վերջիններից էր դուրս գալիս գործարանից։ Ասենք, երբ որ գնում է դիրեկցիան, հետո պարտկոմ, պրոֆկոմ, նոր վերջում ինքը դուրս էր գալիս, տուն գալու։ Միասին այդպես է դուրս էին գալիս, որ գործարանը փակում են։ Պարտաճանաչ, հայրենասեր, ոչ մի անգամ ոչ բամբասում էր, ոչ քաղաքականությանը ինչ որ սխալ էր անում, բայց ես զգում էի, կարծես թե գրքերի տեսակներից, որոնք ես կարդում էի, որ հայրս սոցիալիստ էր։ Այսինքն նա գտնում էր հասարակության այդպիսի զարգացման ուղին, որը որ չէր թողում հարուստների առաջացում եւ նաեւ աղքատներին էր բարձրացնում։ Սոցիալիստական մտածողություն։ Եվ գրքերի մեջ ես հիշում եմ Բեգումի 500 միլիոն, կարծեմ Ժուլ Վերնն է գրել։ Այս գիրքը Ժուլ Վերնի բոլոր հատորները գրքեր ուներ, Ֆրանսիայից էր բերել։ Հայերեն, եւ նաեւ ուներ հայերեն թերթուկներից կազմված գրքեր։ Այսինքն թերթերից կտոր գիրքեր կազմել, դրանք էլ հետաքրքիր գրքեր կունեն, պապաս։ Սոցիալիստ էր նա։ Նա գտնում էր, որ ամեն մարդ պիտի աշխատի իր ունակության սահմաններում ու պարտաճանաչ կերպով։ Եվ այսպես էլ նա աշխատանքից արտաժամ մնալով դեկտեմբերի 16-ին 59 թվին պրոֆկոմի հետ դուրս է գալիս գործարանից, միասին խոսելով գալիս են, սա տեցի, այժմյան տեցի ճանապարհն է, որտեղ կան 6-րդ երկաթ բետոնի գործարան, այդտեղ էր նա աշխատում։ Եվ մի բեռնատար հարվածում է, երբ որ նրանք զրուցում են, հայրս մի քիչ հետ է մնում ինչ որ ծխախոտ կպցնելու համար, մեջքով շուռ է գալ եւ մի բեռնատար արագ գնում է ու ճանապարհը խորտ ու բորտել հարվածում է հորս եւ հայրս ընկնում մահանում է այս տեղի վրա։ Եվ այդ բոլորը պատմում էր հատ պրոֆկոմը Պապկենը, որը որ նույնիսկ հետո տարիներ հետո երբ որ ես նրան հանդիպեցի, նա ասեց որ ես այդ ավտոմեքենայի համարը հայտնել եմ, բայց հետաքննությունը չի պարզել, մենք էլ այդպես գիտեինք, որ այդպիսի մեքենա չկա։ Կարճ ասած գործն էլ ծածկել էին, այժմ չկա։ Երևի այդ վարորդը կամ կաշառք բան են տվել, բայց վկան պնդում էր, որ տեսել է այդ համարը եւ ցուցմունք է տվել, բայց հետո գործերի մեջ ծանոթացել, դա հետո երբ որ ես արդեն մեծ էի, 20 տարի էր անցել այդ դեպքից հետո։ Այդ գործն էլ ծածկվել էր, բայց գործարանն էլ համարել էր, որ աշխատանքի վայրում չի կատարվել այդ դեպքը, այլ ճանապարհին, ինչ որ օրենքներ էին դրել, եւ մեր ընտանիքը շատ սուղ ծանր պայմանների մեջ ընկավ, կերակրողին կորցնելու,
մինչև մենք կարողացանք մեծանալ եւ դժվար կյանք ապրեցինք, կարճ ասած, այդ շրջանում, բայց հորս ազդեցությունը մնաց իմ հետագա բնավորությունների մեջ։ Երբեք պետության օրենքները չէր խախտում։ Եթե ասում էին դու պիտի աշխատես եւ ուրիշ գործեր չանես, չէր անում։ Եթե ուրիշ գործեր անում էր, ասենք հարևան, բարեկամ, ծանոթ, որևէ մեկին համար պատրաստել, ինչ ասես, աստիճան, կահավորանք, չգիտես ինչ, բետոնային ինչ որ վարպետի ձեռքից գալիս են, փող չէր վերցնում։ Չգիտեմ ինչի չէր վերցնում, որ այդտեղ պետության հսկողություն չկար, բայց ինքը մտածում էր այսպես. եթե մի գործ պիտի անես, ապա դա արա քո հաճույքիդ համար, բայց երբեք փող մի ստացի դրա համար, որովհետև փող ստանալ նշանակում է դու տառապանք ես զգում այդ գործը անելուց եւ վաճառում ես այդ տառապանքը։ Այս իրա փիլիսոփայությունն էր։ Իսկ երբ հաճույք ես զգում ուրիշի համար գործ անելուց, չէ որ դու արդեն վարձատրված ես, հաճելի է դա քեզ համար։ Նա բացատրում էր իմ հետ զրույցների ժամանակ այդ թվերին, որ մարդիկ աշխատում են, փող են ստանում, հետո այդ փողը ինչ են անում։ Հաճույքների համար են ծախսում, չէ՞։ Հա։ Գնում են պտույտների, կինո են գնում, չգիտես ինչ, ուտելիք, էսկոմ մենկոմ, քեֆեր են անում եւ այլն։ Ինչի վրա են ծախսում։ Հաճույքների, իրենց բավարարելու վրա։ Այդպես չի, այդպես է։ Իսկ ինձ էր բացատրում, իսկ ով է ասում, որ աշխատելը ուրիշի համար դա տառապանք է։ Մոտիկ մարդու համար, հարազատ ազգի համար, հարևանի համար օգտակար լինելը դա տառապանք է։ Չէ որ դա հաճույք է։ Երբ որ դու գիտակցում ես, որ դու ինչ լավ գործ ես անում, դա քեզ համար ինչքան հաճելի է, որ քեզ խնդրել են, վստահել են եւ աշխարհում դրանից բարձր հաճույք չկա եւ դու պիտի կատարես դա որակով եւ մարդը երբ որ տեսնես ոնց է բերկրանք ստանում քու կատարած աշխատանքից ինչքան հաճելի է իր համար եւ դու ես հաճելի ինչ փողի մասին է խոսքը ով ում փող պիտի տա դու որ ուրիշի համար աշխատանք ես կատարել եւ հաճույք ես ստացել դու պիտի փող տաս այդ մարդուն թե ինքը պիտի քեզ տա այս հարցը մինչև հիմա իմ մոտ բանի մեջ է գիտեք անհասկանալի է երբեմն ես հաղորդումների ժամանակ այդ մասին ասում եմ եթե աշխատանքը քեզ հաճույք է պատճառում տեսեք ինչ դաստիարակություն եմ ստացել դու պիտի փող տաս այդ աշխատանքի դիմաց եթե հաճույք է իսկ եթե դու տառապում ես դու պիտի պահանջես որ փող տան որ այդ տառապանքիդ փոխարեն ինչ որ հաճույքներ գնես որ այդ տառապանքը կոմպենսացվի հետաքրքիր տրամաբանություն այսինքն փող ստանում ես ինչի համար դու փողը պիտի ստանաս պետությունից գործավարությունից կամ ինչից որտեղ պայման ունես որ դու ես ինչ գործը կանեմ փող կտաս դու քո կարիքները սննդի հագուստի եւ պետությունը պիտի մտածի այդ մասին այդպես էր գտնում հայրս սոցիալիստական մտածողություններ դու
այլ բան անելու իրավունք չունես։ Եվ այսպես ես այդ գաղափարախոսության տակ մեծացած անձնավորություն եմ։ Եվ երբեմն ուտոպիայի մեջ ընկնելով ֆրանսիական Սեն-Սիմոն, ես հետագայի հասարակությունը այդպես էլ պատկերացնում եմ, որ պատկերացրեք մեքենաները աշխատում են եւ մարդիկ ունեն ամեն ինչ, բայց դժբախտ են։ Ամեն ինչ կա, բայց դժբախտ են։ Ինչու՞, որովհետեւ զրկված են ուրիշի համար աշխատելու հաճույքից։ Հասարակություն, որը որ դժբախտ է, այսինքն հաց ուզում ես գնա վերցրա, հագուստ գնա վերցրա։ Մեքենաները դաշտում աշխատում են, ցանում են, ռոբոտները բան ամեն ինչը լցված է։ Ոչ մի բան։ Բայց դու դժբախտացել ես, ինչի համար, որովհետև երբ որ դու ես ցանում, հավաքում, հաճույք ես ստանում։ Իսկ հիմա այդ չկա։ Սա հոգեբանական հասարակության վիրտուալ ձև է, որի ժամանակ մարդը հետագայում երևի 100-200 տարի հետո այս հարցը իր առջև կբարձրացնի, թե եթե ես աշխատում եմ քեզ համար, ապա ես պիտի վճարեմ քեզ։ Իսկ հիմա թարսա չէ, եթե աշխատում դու պիտի վճարես ինձ։ Որն է ճիշտը։ Հաճույք ինչ բան է։ Այս հարցի դու փիլիսոփաները պատասխանեն, թե ով ումը պիտի վճարի։ Եվ հայրս կարծես թե նույն բանն էր անում։ Օրենքի պահպանության հրեշտակ։ Ամբողջ Երևանը անօրինական տներ կառուցեցին, տանիքները պատեցին անձրևների չկաթելու, կռիչներ սարքեցին, հայրս գնաց օրինական ճանապարհով։ Պետք է ռայսովետից թույլատվություն ստանան այս գործը անելու համար։ Գնում է ռայսովետ։ Ես հիշում եմ այդ փաստաթղթերը, որ նա հավաքում էր տնային կառավարչից։ Տեղեկանք, որ մենք ապրում ենք այդտեղ։ Տեղեկանք այն մասին, որ այդ տունը պատկանում է իր հորը, բայց իրեն չի պատկանում, ուրեմն դատարան պիտի տրվի, բաժանվի հորը, որը մահացել է 46 թվին։ Հետո պիտի վերականգնվի ժառանգական հատկանիշները, հետո պիտի մի փաստաթղթեր, մի բան, որ ինչ անի այդ բոլորը, որ ռայսովետը նիստի դնի եւ մեր տան վրա, որը հողի կտուր էր, ծածկ էր, ինչպես առաջվա Երևանում, թիթեղյա կամ կրիչ կապեն, ծածկ դնեն, որ անձրևը չկաթա, որ կաթումը արդեն էլ անտանելի բան էր այդ ժամանակվա թվերին։ Եվ հայրս գնացել է օրինական ճանապարհով։ Խեղճ մարդը այդ առումով սովետական օրենքների մեջ այդպես էլ չտեսավ իր տան վրա ծածկված, բայց ես հիշում եմ այն թղթերն ու որոշումները, բյուրոկրատական քաշքշուկը, որի առջև նա կանգնեց այդ ընթացքում, առել էր կրիչ եմ ասում, ծածկի տան, լավ է, կրիչը ավելի լավ է, գերանները, տախտակները, իթեռնիտները, այսպես ասած, դրած էր մեր տան կողքը, այդ բոլորը տարիներով մնացին, մինչև ինքը փաստաթղթեր պիտի սարքի, որ ինքն էլ պիտի անի այդ տոնը, որ օրինական լինի այդ կրիչի կառուցումը մեր տան վրա։ Եվ այդպես էլ չհասցրեց այդ փաստաթղթերը։ 59 թվին մահացավ, տան կողքը մնացին այդ բոլոր շինանյութը, որը փաստաթղթերով, օրինական, ձեռքեր բերել, մուծումներով, գործարանի պրոֆմիությանը դիմելով, որ այսպես, այնպես, գործարանը դիրեկցիան նիստի էր դրել, նրա խնդիրը բավարարելու եւ նրան բաց էին թողել տանիքի համար այսքան տախտակներ, այսպիսի բաներ եւ այդ բոլորը բերել էր։ Հիմա պիտի թաղայինը գա, թաղայինը պիտի ասի, թե «Էս ինչ ես սարքել, ոնց ես սարքել» եւ այս բոլորը օրինական ճանապարհով գնում է հայրս։ Եվ այդպես էլ մինչև վերջ չկեղտոտվեց, օրինական ապրեց։ Եվ մահացավ
40-ի օրը արևոտ օր էր, դեկտեմբեր, փետրվար, տուն եկել էին բոլորը ամենի, մեկ էլ նստած տեղից ասին, չբռնենք այդ տանիքը հենց հիմա կապենք, որ եղբայրներս, աղաները բանը, որ իր պապաս գնում էր այդ ճանապարհով։ Որոշեցին եւ մի 10-15 տղամարդ մի քանի ժամվա մեջ կապեցին այդ կրիշը, որովհետեւ արդեն շինանյութը կար 10 տարի դե դրած։ Արդեն փտում էին այդ փայտերը։ Վրան ծածկում էր տոլով, որ ջուր չետա, պատմություններ։ Եվ հետաքրքիրը գիտեք ինչ էր։ Դες 15 տարեկան եմ, չէ՞։ Նայում էի այդ մի քանի ժամվա աշխատանքներին, որը իմ գիտակցության մեջ այդքան տարիներ չիրագործվեցին։ Եվ հորս մահվանից 40 օր հետո հանկարծ կրիշը ձևակերպվեց, վերջացավ մի անգամից։ Եվ մի եկել հիշում եմ, որ թաղային այդ պահին ոստիկանն է, թաղային հսկիչը անցնում էր եւ ասեց. «Էս ինչ բան է, էս թուղթա թույլատվություն ունեք, կրայ սովետից բան» եւ սքավոր հասարակություն որ 40-ի մեջ ասեց. «Այ ընկեր, էս մարդկանց հայրն է մահացել, երեխեքը տունը, բան ամեն ինչը, ինչ թույլատվության մասին ես խոսում»։ Շատ քթի տակ մրթմրթաց ու գնաց։ Սա սովետական իրականության փայլուն դրսևորումը։ Եվ այս կարճ պատմության մեջ իմ հոր 100-ամյակին եւ մահվան 50-ամյակին ես որոշ տվյալներ պատմեցի ձեզ։ Շատ բաներ կային պատմելու, որը իհարկե ժամանակ չկա, բայց այսօրը հիշարժան է նրանով, որ հորս բարի անունը կամ դրա ազդեցությունը իմ վրա ես զգում եմ։ Եվ նրա մեթոդը սիրել իմաստություն, խրատ, գրագիտություն, աշխարհաճանաչություն, բարություն, նվիրում մարդկանց եւ երբեք ոչ մի անգամ թշնամություն։ Սա հորս կերպարն է։ Նա 50 տարի ապրեց, ես արդեն 65-ի մեջ եմ, պատկերացնում ես 50 տարեկան, բավականին ջահել ա եղել, որ հեռացավ կյանքից։ Միգուցե եւ դա այդպես է։ Այն ինչ որ ես անում եմ, ծառայում եմ, ասենք, հայ հանրությանը, նրա մեջ կուտակված եւ ինձ հաղորդված էներգիան է, նրա մեջ ձևակերպված եւ ինձնով աշխարհին ներկայացվող մտքեր են։ Թե ես այլ կերպ ինչպես պատկերացնեմ իմ գոյությունը կամ իմ ինչով արդարանամ մարդկանց առջև, թե ես ինչ եմ անում կամ ինչու եմ անում։ Պաստորեն Հարություն Քիրեմիջյանը իր միտքը երևի, իր կուտակումները, իր փիլիսոփայությունը խոսում է ձեզ հետ հիմա Ստեփան Քիրեմիջյանի միջով։ Օգտվելով առիթից բարին հիշենք բոլոր մեզնից հեռացածներին, հին ու նոր հանգուցյալներին։ Ամեն մարդ իր ծնողից մի լավ բան վերցնում է անշուշտ եւ մարդկությունը ապրում է առաջագնում միայն իր ծնողից շարժանգած լավ հատկանիշներով։ Եվ կարծում եմ, որ մարդկությունը ապրում է նաեւ
այդ հատկանիշները պահպանելով եւ զարգացնելով այլապես մարդը մարդ չէր կոչվի այս երկրագնդի վրա Սրանով ավարտում եմ այսօր հաղորդումը շնորհակալություն ձեզ տեսություն